Լիլիա, ի զարմանս ինձ չնայած երկրում տիրող բարոյահոգեբանական, նաև քաղաքական մթնոլորտին, այդուամենայնիվ անշարժ գույքի գները շարունակում են ինձ զարմացնել, գոնե սուբյեկտիվ կարծիք կարող եմ հայտնել։ Մենք կարող ենք ասել, որ ներդրումները երկրում եւս ուրեմն ուղիղ համեմատական են եղած գներին, անշարժ գույքի գներին, թե անկում են ապրել այս վերջին 7 տարիների ընթացքում մասնավորապես։ Իրականում Գառնիկ, անշարժ գույքի գների հետ կապված ես մի քիչ վերապահումով կխոսեմ։ Տեսեք, շուկայում թվում է թե անշարժ գույքի գների պահպանում դեռևս մնում է բարձր մակարդակի վրա, բայց վիճակագրությունը այլ բան է խոսում, որովհետև այստեղ կա որոշակի առանձնահատկություն, նախ որոշակի իներցիա, եթե մենք գալիս ենք տրամաբանությունից, երկար ժամանակ անշարժ գույքի գները բարձր են եղել, այսօր իրողությունները փոխվել են, բայց վաճառողը չի շտապում հարմարվել նոր իրողություններին։ Հետևաբար որոշակի իներցիայով պահպանվում է գինը։ Իրականում արդեն գործարքին հասնելիս այդ հայտարարված գինը եւ իրական գինը դրանք տարբեր են։ Իդեպ մենք շատ ենք խոսում դրա մասին, վիճակագրությունը թեև շատ դանդաղ, բայց անշարժ գույքի գների նվազում ցույց է տալիս։ Ինչ վերաբերում է ներդրումներին, ես դրանք շատ ուղղակի չէի կապի իրար հետ, որովհետև եթե վերջին 7 տարվա կտրվածքով ենք հատկապես նայում, ներդրումների հետ կապված մեր իրավիճակը որևէ կերպ լավը չէ։ Իդեպ մեր փխրուն առանց այդ ներդրումային գրավչության ֆոնի վրա։ Եվ չէր էլ կարող լավը լինել, որտեղ եթե գանք ակունքներից, առհասարակ բիզնես նախագիծը, ներդրումը որպես բիզնես նախագիծ, տնտեսությունը եւ հեղափոխությունը հակադարձ համեմատական երևույթներ են իրար։ Եթե նույնիսկ քո սրտի իշխանությունն է եկել իշխանության, ներդրողը, բիզնես իրականացնողը որոշակի պաուզա է վերցնում հասկանալու համար ինչի հետ գործ ունի, ինչ քաղաքականություն, ինչպիսի հաջորդականություն, ինչպիսի ռազմավարություն եւ այլն։ Դա օրինաչափ է, բայց մենք այդ օրինաչափությունից ինչ որ պաուզայից հետո դուրս կգայինք, եթե չլինեին գործողություններ, որոնք եղան։ Իսկ այդ գործողությունների թվում ամենաանլուրջներից մինչև ամենալուրջ զարգացումներ կան։ Օրինակ կհիշես, խորհրդանում մինչև նախկինները խորհրդարանից չգնան, ներդրողները թակում են դռները, մինչև նախկինները կգնան։ Նախկինները գնացին խորհրդարանից, ներդրողները չեկան։ Տարատեսակ գործող ներդրումային նախագծերի նկատմամբ քաղաքական ենթատեքստերով զարգացումներ, գործընթացներ, իբրև թե խնդիրները լուծելու համար, որոնք կարելի էր իրականացնել փակ խողովակներով, չհարվածելով երկրի ներդրումային գրավչությանը։ Ամենաաղմկահարույց մեզ համար ներդրումային բավական վատ նախադեպ Ամուսարի հանքի հետ կապված զարգացումները եւ այդ ամբողջ էպոպեան։ Հետո մենք ունեցանք էկոնոմիկայի նախարարություն, որը պնդում էր, որ ներդրումները հորդում են։ Հետո վիճակագրությունը ցույց տվեց, որ հորդում են, բայց ոչ թե դեպի Հայաստան, այլ Հայաստանից դուրս։ Հետո ի վերջո ամենախաղաղասեր իբրև թե իշխանության օրոք տեսեք քանի պատերազմ եւ ինչպիսի էսկալացիաներ ունեցանք, որը եւս հակադարձ ազդեցություններ ունի ներդրումային գրավչության եւ այլնի վրա։ Այսինքն չէր էլ կարող ներդրումների առումով լինել դրական որևէ միջավայր։ Եվ ես նշեմ, այս ամեն ինչը տեսական չհնչելու համար բավական չափելի է։ Օրինակ 2024 թվականին ուղղակի ներդրումների մասով, ընդհանրապես ներդրումների հոսքերի մասով, ներհոսքի մասով մենք մոտավորապես 310 միլիարդ դրամի բացարձակ բացական տարբերություն ունենք։ Ուղղակի ներդրումների մասով 297 միլիարդ դրամ, այսինքն այդքանով պակաս ներդրումներ կան։ Ուղղակի օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը 24 թվականին 23-ի համեմատ 3 եւ մի փոքր անգամ ավել պակաս է։ Այսինքն այդ ամեն ինչը միայն տեսական չի, դա նաեւ վիճակագրությամբ է ամրագրվում։ Շատ լավ, իսկ ինչ ենք տեսնելու այսօր լեդին։ Այսօր էլի հետաքրքիր է քարոզչության եւ իրականության հետ որոշակի տարբերությունների մասին կխոսենք, մասնավորապես վերարտահանման ազդեցությունների բացասական անդրադարձի արդեն մեր արդյունաբերության, մեր տնտեսության համար կարևոր ուղղության վրա։